Պարոն Հարությունյան, վերջին հարցազրույցում առաջին նախագահը առաջարկում էր ներքին հակասությունները մի կողմ դնել և ուշադրությունը դարձնել Ղարաբաղի վրա։ Սա կարող եք համարել ազնիվ ցանկություն, թե քաղաքական նոր հեռանկարի ձեռքբերման փորձ է։ Եթե ասում էր միայն այդքանը, բնականաբար ասեմ կարելի էր ընդունել այն ինչ որ ասում եք, բայց ցավոք սրտի ամբողջ նախ հանդիպումը, որ կայացավ, սկզբնական շրջանում տեղեկատվություն չկար, հետո ասենք ստիպված, քանի որ մամուլում եղան տարբեր տեսակետներ, այդ թվում նաև ես եմ խոսել այդ մասին, առաջին նախագահը փաստորեն փորձեց ներկայացնել հանդիպման մանրամասները, բայց հենց այստեղ երևաց, որ կարելի է ասել այդ հանդիպման նպատակը դա չէր, որովհետև կարծես թե ավելի շատ դա ուղղված էր երկրորդ նախագահի դեմ այդ հարցազրույցը, որովհետև համախմբման դեպքում հիմնականում դրական նոտայով է ամեն ինչ ներկայացվում, եւ եթե մենք նկատում ենք միշտ առաջին նախագահը կարելի է ասել ձեռք է մեկնել երրորդ նախագահին այն դեպքերում, երբ որ նա շատ թույլ է եղել, երբ որ պատրաստության իշխանությունը կորցնելու վտանգ է առաջացել։ Առաջինը նախ 11 թվականին, երբ որ ինքը գնաց երկխոսության, հետո 15-ի փետրվարի 11-ին, երբ որ ինքը նամակ գրեց, լինելով համաժողովրդական շարժման մեջ, առանց խորհրդակցելու մյուսների հետ, եւ եթե մենք հիշում ենք փետրվարի 5-ի խորհրդաժողովը կար Ծառուկյանի կազմակերպված, որտեղ հստակ երևաց այն ուժը համաժողովրդական շարժման, եւ ըստ էության նորից նախագահի դիրքերը, գործող նախագահի դիրքերը թուլացել էին եւ կարծես թե նորից ինքը օգնության հասավ։ Հիմա մենք տեսնում ենք նույն իրավիճակն է, ընդ որում կարծես թե վերադարձել ենք մենք 98 թվական եւ եթե նայում ենք այսօր ես թերթում էի Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրանին այդ հոդվածների, ինքը այնտեղ մեջբերում է, այսինքն ներկայացնում է բառացի նաեւ իր ելույթը 98-ի հունվարի 7-ի 8-ի անվտանգության խորհրդի նիստում, որտեղ նա երբ որ ներկայացնում է տարբեր քաղաքական գործիչների, մասնավորապես Քոչարյանի տեսակետը, այն իմաստով, որ Քոչարյանն ասում է, որ հնարավոր է Հայաստանը զարգացնել, նույնիսկ այդ պայմաններում շրջափակման տնտեսությունը զարգացնել, հնարավոր է ներդրումներ բերել, հնարավոր է բանակը հզորացնել եւ պետք է բանակցությունների նստել այն ժամանակ, երբ որ մենք ուժեղ ենք։ Եվ Քոչարյանը իր կառավարման տարիներին ցույց տվեց, որ դա ինքը կարող է անել, ընդ որում նույն ժամանակի նույն տեսակետներ նաեւ Ազգեն Սարգսյանը ցավոք սրտի, ասենք, եղավ հոկտեմբերի 20-ից, բայց Քոչարյանին հաջողվեց միայնակ այդ ամեն ինչը անել։ Եվ նա լուրջ ժառանգություն թողեց այսօրվա գործող նախագահին, եթե հիշում եք, մենք ունենք երկնիշ տնտեսական աճ, բայց հետագայում 1-2 տարի հետո եղավ երկնիշ տնտեսական անկում։ Եվ բանակը մենք հասկանում ենք, ասենք ոգին ուրիշ բան է զինվորների, բայց նաև Սերժ Սարգսյանը ինքը խոստովանեց, որ ըստ էության մենք կռվում ենք 80-ականների թվականի զենքով, դրանով նաև խոստովանելով, որ կարելի ասել մսխվել են այդ գումարները, որովհետև ոչ մեկը չէր խանգարում մեզ գնել զենք եւ այստեղ որ ասեմ խնդիրը Ռուսաստանին մեղադրելը չի, մենք էլ կարող էինք գնել եւ ոչ մեկը մեզ չէր խանգարում կրկնում եմ գնել։ Հիմա փաստորեն կարծես թե առաջին նախագահը վերածվում է առաջի հաճախորդի, թիվ 1 հաճախորդի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նա կարծես թե ավելի դաժանորեն է պայքարում այն ուժերի դեմ, որոնք այսօր ավելի ճիշտ մտածելակերպ ունեն երկիրս վիճակից անելու համար, որովհետև առաջին հերթին, ինչպես նշեց երկրորդ նախագահը, այստեղ բանակի խնդիրն է շատ կարևոր, իհարկե ոգին ժողովրդի շատ կարևոր է, միասնությունը կարևոր է, բայց միասնության հարցով նույնպես պիտի, ինչպես ասում են, անկեղծ լինել։ Մենք հասկանում ենք, որ ըստ էության այսօր կարելի է ասել Սերժ Սարգսյանը առաջին նախագահը 17 թվականի, ինչպես ասում են, առևտրի մեջ է, ընտրությունների հետ կապված մտել է առևտրի մեջ Սերժ Սարգսյանի հետ։ Դա նշանակում է բոլորի համախմբում, բայց մենք տեսանք, որ այդ համախմբումը ավելի շատ առևտուր է եւ նաեւ նույն իշխանությունները պիտի պատասխան տան, թե ասենք ինչու մենք 80-ականների զենքով ենք կռվում, ինչու է, ասենք, ուր են գումարները, ի վերջո արտաքին պարտքը ավելի քան եռապատկվեց, ինչու հանկարծ պարզվեց, որ ասենք մենք որպես, այսպես ասում են, բանակ, մեր բանակը, ասենք, զինված չի տեխնիկայով, որ պիտի զինված լիներ։
եւ այստեղ շատ կարեւոր է, որ մենք, ինչպես ասում են, տվի վերջո Սերժ Սարգսյանը առաջին նախագահը նաեւ մենք տեսնում ենք, որ այդ հարցազրույցի տողատակերում չարախնդում է, որ ինքը ճիշտ դուրս եկավ, բայց ինքը ոչ թե ճիշտ դուրս եկավ, այլ Սերժ Սարգսյանը բերեց հասցրեց այն վիճակին, որ կար 98-ին, որտեղ 98-ին հաջորդել էր 96-ի նախագահական ընտրություններ, հաջորդել էր Լիսաբոն, հասկանում եք, ասիկն այդ իմաստով հիմա էլ տեսանք մենք, որ հանրաքվեն, կեղծված հանրաքվեն միջև 13-ի ընտրությունները հայաստանացիք թույլ վիճակը նաև, այնպես որ մենք այսօր պիտի անենք այնպես, որ փաստորեն այդ չխափեն ժողովրդին նորից համախմբան քողի տակ փաստորեն իշխանությունը պահպանելու եւ իշխանության կիսելու, այսպես ասած, բանով, նպատակով։ Կարևոր է այստեղ թե ովքեր են քննարկել եւ ինչ է քննարկվել։ Հիշում ենք, որ տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը այս իշխանությանը եւ հակառակը փոխադարձ մեղադրում էին Ղարաբաղը ծախելու փորձի մեջ։ Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցում ունի սխալներ։ Չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը նախ ինչպես հիմա այնպես էլ այն ժամանակ մեր ժողովուրդը, պատերազմում հաղթել է ժողովուրդը եւ որքան էլ այդ հաղթանակը փորձում են վերագրել, որ իրոք ա եղել, բայց մենք հիշում ենք, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 92-ին, երբ որ մեր զինվորը մարտի դաշտում էր, ինքը ասում էր, որ մենք այդ պատերազմում պարտված ենք։ Ինքը նաեւ հենց նույն 94-ի հրադադարից հետո նաեւ, ասենք, երկիրը չզարգացավ այն ուղղությամբ, որ ուժեղաներ Հայաստանը եւ դրան հետեւեց նաեւ հենց այդ իր 97-ի պատերազմ եւ խաղաղություն, այսպես ասած հոդվածը, ինչպես ասում են, կոնցեպցիան, որը պարտվողական էր, որը նաեւ ըստ էության, եթե հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ ասում էր Ղարաբաղի անկախության հարցում մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, ոչ միայն, այլև ողջ ոչ հանրությունը, համաշխարհային հանրությունը, բայց պարզվեց դա այդպես չէր, նկատի ունեմ իր կառավարման տարիներից հետո, բայց մենք տեսանք, որ հիմա ինքը կարելի ասել ոգևորվել է մի քանի պատճառով, առաջին, որ կարծես թե ինքը մտածում է, որ իր ասածները, այսպես մարգարեական էին, բայց այդպես չի, որովհետև կրկնում եմ, մենք ունենք 2098-ից մինչև 2008 թվական նման ոչ Ադրբեջանը ռիսկ չի արել պատերազմ հայտարարել, երկրորդ մենք դիվանագիտական, ասենք արտաքին աշխարհում լուրջ հարգանք ունեինք եւ նաեւ աշխարհը հարգում է ուժեղներին։ Աշխարհը 2098-ից 2008 թվականին Հայաստանին հարգել է։ Մենք ցավոք սրտի այսօր մերոնք փորձում են ինչ-որ բան գցել Ռուսաստանի վրա, գանգատվել է, այսպես ասած, դառնում է բանի Փիսիկի գանգատը, ասենք, Մերկելին են գանգատվում, բայց մենք մեզնից իրավունք ունենք պահանջելու։ Մեր, որ ասում եմ, այստեղ խնդիրը հետեւյալն է, որ պիտի երկիրը պատրաստ լիներ եւ զինվորը պիտի պատրաստ լիներ, որտեվ մենք տեսնում ենք, որ նաեւ այդ ոգին երկար չի կարելի պահել, եթե քաղաքացին տեսնում է, որ ասենք իշխանությունը նորից շարունակելու է զբաղվել փող աշխատելով։ Պարոն Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ այս բանակցություններում հայկական կողմը պետք է ձեռք բերի առավելագույնը։ Բազմաթիվ փորձագետներ եւ պատերազմի մասնակից գործիչներ նշում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ուներ այդ հնարավորությունը ձեռք բերելու առավելագույնը, ինչը կասկածելի պատճառներով չարեց։ Արդյոք համամիտ եք։ Ինքը հաղթած, այսպես ասած, ժողովրդին, հաղթած բանակին 94-ին, երբ որ մենք ենք ստիպել Ադրբեջանը ստիպված է գնացել զինադադարի, դրանից հետո, այսինքն պարզվեց, որ մեր դիրքերը թուլացավ, որովհետև կրկնում եղավ 95 թվականի ընտրությունները, 96 եւ նաեւ երկիրը նորից, ասենք, այն ժամանակ թալանվեց եւ անկում ապրեց տնտեսությունը, մենք հիշեք, որ ասենք ինչ տնտեսական վիճակում էր Հայաստանը 98 թվականին։ Այնպես որ այդ պարտվողական քաղաքականությունը ինքը ունեցել է եւ նաեւ, ասենք, այսօր փորձում է նաեւ մի քանի բան շահել, առաջին ինքը ցույց է տալիս, որ ինքը 98-ին ճիշտ էր, բայց դա այդպես չի, կրկնում եմ, 10 տարիները Քոչարյանի կառավարման ցույց են տվել, որ ինքը ճիշտ չէր, երկրորդ ինքը նաեւ Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի համար, այսպես ասած, ազգային համաձայնության քողի տակ հաճախորդություն անում եւ ինքը այսօր թիվ 1 հաճախորդն է եւ մրցակցությունից դուրս է։